Չէ, պարոն Ֆարմանյան չենք հոգնել ու կրկնելու ենք այնքան, մինչև որ թալանը վերադարձվի ու վերադարձնելու եք, այդ թվում ձեր ֆրակցիայից պարոն Տարփինյանի հայրը, պարոն Ղազինյանի հայրը, պարոն Գևորգյանի հայրը, Մի ընդհատեք տեղից, պարոն Ղազինյան, մի ընդհատեք, մի վարքյան, հարգելի գործընկերներ, եթե գտնում եք, որ կա փաստական անճշտություն, խնդրեմ, ելույթով ներկայացրեք, պարոն Ղազինյան, տեղից մի արձագանքեք, ելույթով արձագանքեք, ես վստահ եմ, որ պարոն Հակոբյանը, եթե տեսնի, որ իր ասացի մեջ փաստական սխալ կա, ինքը անձամբ դրան կանդրադառնա։ Շնորհակալություն ու տեղից մի արձագանքեք, վերականգնեք պարոն Հակոբյանի ժամանակ։ Պարոն Ղազինյանը պնդում է, որ իրենց գործը կարճված է Ապոնի գույքի բռնագանձման քաղաքացիական գործը, ես տակը ճշտ եմ պարոն Ղազինյան, շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, բայց Սամվել Տարփինյանինը կարճված չի, Մհեր Գևորգյանինը կարճված չի, Ռոբերտ Քոյչյանինը կարճված չի եւ պետքա այնքան կրկնենք ու այնքան սպասենք, մինչեւ որ այդ թալանը վերադարձի պարոն Ֆարմանյան, ինչքան էլ որ դուք այստեղ եք, ոնց հասկացանք, դա պաշտպանելու համար։ Պարոն Ֆարմանյան, դուք նշեցիք, որ պատերազմը ռուս-ուկրաինական նպաստել է Հայաստանում վերարտանումներին եւ այլն եւ տնտեսական աճին է նպաստել։ Դուք որպես մասնագետ պարոն Ֆարմանյան, մենակ այդ պատերազմից դրական արդյունքն եք, այսինքն Հայաստանի թիվ 1 գործընկեր Ռուսաստանը տնտեսական իմաստով պատերազմի մեջ է, ու այդ պատերազմը մեզ միայն դրականորեն է անդրադարձել մեզ վրա։ Բայց անդրադառնալով արտաքին պարքին, դուք նշեցիք, որ անընդհատ բացարձակ թվերով 8 միլիարդից էիք խոսում, պարոն Ֆարմանյան, մասնագետ մարդը գալիս է, կանգնում է բացարձակ թվերով է մեզ հետ խոսում ու Ամերիկայի մի հատ օրինակ է բերում, ես չգիտեմ այդ օրինակով ա բերել Ամերիկայի, ու հերոսաբար ջախջախում էիք Ամերիկայի օրինակը, Ամերիկայի օրինակը շատ վատ օրինակ է, մենք մեզ հետ ենք համեմատում, պարոն Ֆարմանյան, ու 2017 թվականին պարտքնա հարաբերակցությունը եղել է 59%, հիմա 2025 թվականին պարտքնա հարաբերակցությունը 49% է, այդ դա է լավագույն ցուցանիշը ցույց տալու համար, թե Հայաստանի արտաքին պարտքը ինչպիսի դինամիկա ունի։ Այսինքն մեր պարտքի բեռը իջել է այս տարիների ընթացքում։ Պարոն Ֆարմանյան, հիմա ասում եք, ես նոր քաղաքական մշակույթի կողմնակից եմ։ Այս մշակույթի կողմնակիցն եք, որ գաք մանիպուլատիվ ելույթներ ունենաք ու ակնկալեք, որ ընտրվելու եք այդ հանձնաժողովում որպես նախագահ։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Ուրեմն սկսեմ ռուս-ուկրաինական պատերազմի օգուտներից։ Ինչպես մի անգամ իմ ելույթներից մեկում ես նշել եմ, չեմ առաջնորդվում էմոցիաներով եւ քաղաքական ճաշակով։ Գոյություն ունեն փաստեր։ Մենք ունենք շուրջ 8 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն եւ խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Մի կարեւոր ընդգծում անեմ, նախորդ անգամ գուցե դուք ուշադիր չեք եղել։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձգտում ենք ունենալ 1 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն։ Նույն ԵԱՏՄ-ի շնորհիվ, որովհետեւ 2025 թվականի մայիսի 15-ին երբ կնքվել է ազատ առևտրի համաձայնագիր, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվող ապրանքների 90%-ը ներկրվում է առանց մաքսատուրքերի։ Այդ իսկ պատճառով այս ամբողջը, երբ որ մենք գումարում ենք իրար, շուրջ 5.5 միլիարդ դոլարի ներմուծվող ապրանքների մասին է խոսքը, սա հարվածի տակ դնելը նշանակում է մինչև 20%-ով ապրանքների գների թանկացում։ Օգուտ իմաստ, ինչ վերաբերում է վնասին։ Վնասը ձեր իշխանություններն են տվել, մենք չենք տվել։ Ինչ վերաբերում է վնասը, ասեմ, մի օրինակ բերեմ ընդհանրապես ժամանակը ուրեմն գնահատելով, այդ մի օրինակը հետևյալն է։ Օրինակ, մեզ գումար են տրամադրելու եվրոպացիները, դուք հպարտ հայտարարում եք այդ մասին, 30 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, հյուսիսից եկող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Հիմա նայում եմ քարտեզին, Ժողովուրդ ջան, հյուսիսը Վրաստանն է Հայաստանի համար։ Մենք Վրաստանից սպառնալիք ունենք։ Եթե Վրաստանից սպառնալիք չունենք, դա բանական մարդու համար ակնհայտ է սլաքներն ուր են ուղղվում։ Հիմա այս պայմաններում դուք ակնկալում եք, որ մեր այդ նորմալ հարաբերությունները պիտի պահպանեն։ Դուք վնասներից ու օգուտներից եք խոսում։ Կամ խոսում եք, ենթադրենք, ապաշրջափակման մասին։ Հիմա ուզում եմ հասկանամ, մեզ ով է շրջափակել։ Եթե խոսքը Թուրքիայի մասին է, որքանով գիտեմ, 1993 թվականին Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով փակվել է հայ-թուրքական սահմանը։ Հիմա Արցախը չկա։ Թուրքիան ինչի չի ապաշրջափակում։ Մնացած երկրներն են մեղավոր, ուզում եմ հասկանալ։ Եվ պետական պարտքնա հարաբերակցության մասին ասացիք, մեկ անգամ եւս կրկնեմ, պետական պարտքնա միայն այդ հարաբերակցությունով չի սահմանափակվում, գնահատականը գոյություն ունեն պետական պարտքի սպասարկման ուղղված ծախսեր, գոյություն ունի գնաճ եւ այլն։ Հիմա օրինակ, երբ որ դուք ասում եք
որպես դրական երևույթ, որ աշխատավարձերը ավելացել են, համախառն կൂտակային գնաճը երբ որ հաշվում ենք, կենսաթոշակները մի բան էլ նվազել են, ոչ թե աճել են։ 21%-ով ավելացել են կենսաթոշակները, համախառն կൂտակային գնաճը երբ որ հանում ենք, մինուսային պատասխան ենք ստանում։ Եվ այս առումով անընդհատ մատնանշել ՀՆԱ պետական պարտ հարաբերակցությունը այդքան տեղին չի։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձեր գործընկերներն են համեմատել, ես չեմ համեմատել։ Չեմ հիշում անկեղծ ասած այս բանը, ասեմ, պարոն Սերգեյ Բագրատյանը, եթե չեմ սխալվում։ Կամ Բաբկեն Թունյանը ամեն դեպքում, երկուսից մեկը։ Արձագանք։ Պարոն Ֆարմանյան, դուք կամ չեք լսում իմ հարցը, կամ իմ հարցը չեք հասկանում, կամ վատ մասնագետ եք, չեք կարողանում պատասխանել, կամ ուղղակի չեք ուզում պատասխանել։ Ես հարցնում եմ, ասում եմ, ռուս-ուկրաինական պատերազմը տնտեսական վնասներ Հայաստանին օբյեկտիվորեն տվել է, թե չի տվել։ Դուք միայն օգուտներից եք խոսում, հիմա հարցնում եմ, տվել է ռուս-ուկրաինական պատերազմը օբյեկտիվորեն մեծ վնասներ, քանի որ տնտեսական թիմի մեկ գործընկեր եղել է Ռուսաստանը, թե ոչ։ Հաջորդը տնտեսական արտաքին պարտքի հետ կապված հնայի հարաբերակցությունը ցույց է տալիս մեր բեռը մեր տնտեսության վրա։ Մեր տնտեսությունը ավելի արագ է աճել վերջին տարիների ընթացքում, քան պարտքը։ Դուք եկել եք ստեղից խոսում եք բացարձակ թվերով, ասում եք 8 միլիարդ դոլար պարտքը աճել է։ Հիմա ես ասում եմ բացարձակ թիվն ավելի լավ ցույց տալիս մեր դինամիկա, մեր պարտքի բեռի չափը, թե օրինակ հնայի հարաբերակցությունը։ Հիմա դուք եկել եք մանիպուլացնում եք, ասում եք 8 միլիարդ աճել է, հետեւաբար մեր պարտքը, մեր բեռը աճել է։ Պարոն Հակոբյան, մեկ անգամ եւս կրկնեմ, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում տնտեսության տեսանկյունից Հայաստան ունեցել է միայն օգուտներ, վնաս չենք ունեցել։ Սա առաջի հարցի հստակ պատասխան ուղիղ։ 1. Հիմա անդրադառնամ ձեր երկրորդ հարցի պատասխանին։ Հայաստանի պետական պարտքի վիճակը վատ թարացել է, որովհետև պետական պարտքի սպասարկման ուղղված տոկոսները ավելացել են։ Եվ դա կազմում է մեր ընդհանուր ծախսերի 10%-ը, որը նախկինում եղել է ավելի քիչ։ Այսինքն պետական պարտքի սպասարկումը նախկինում եղել ավելի էժան, քան հիմա։ Ինչը պարզ չեմ ասում։ Եվ խնդրում եմ, այս համատեքստը ուղղակի խնդրանք հորդոր, զերծ մնացեք մանիպուլյացիա եւ այլն այդ արտահայտություններից, ճիշտ չի։ Շնորհակալություն։